Ողջույն սիրելի հեռուստադիտող, վաղուց էր, որ մենք չենք հանդիպել եւ ես այդ ընթացքում հասել է ձեզ շատ կարոտել։ Կրկին եթերում Աստղածնունդն է։ Այսօր նոր եթերաշրջանի կապակցությամբ Աստղածնունդը ձեզ կներկայացնի իր թերևս առաջին նոր եթերաշրջանում առաջին ամփոփ եթերը։ Եվ մենք խոստանում ենք, որ ամեն ինչ շատ գեղեցիկ է ձեզ մատուցվելու եւ դուք միանշանակ կլինեք գոհ եւ շնորհակալ։ Ի շարունակությունը կասի նախագծի հեղինակ Արթուր Թամազյանը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ասեմ ձեզ, որ մենք ինչպես տեսնում եք արդեն եթերում ենք, եթեր, որը մատուցվելու է նորովի, բազմաթիվ անակնկալներով եւ հույսով ենք ձեր բոլոր սպասելիքները կարդարացնենք։ Իսկ այսօրվա եթերի ընթացքում ես եւ Արթուրը կփորձենք հանդիպել մեր հոբելյարներին եւ կփորձենք զրուցել նրանց հետ եւ կամփոփենք նախորդ եթերները ու կներկայացնենք այն ամենը, ինչը որ տեղի ունեցել Աստղածնունդի 5 տարվա եթերների ընթացքում։ Մնացեք Աստղածնունդի հետ, ամենահետաքրքիրը արժևում է։ Աստղածնունդն այն բացառիկ հեռուստանախագիծն է, որն անդրադառնում է հայտնի մարդկանց ծննդյան տոներին եւ նկարահանումներն իրականացվում են հենց այն պահին, երբ հոբելյարը նշում է իր ծնունդը։ Ովքեր են հոբելյարի հյուրերը, ինչ նվերներ են ստացել եւ ինչ միջավայրում է նշում իր տարեդարձը։ Այս եւ նմանօրինակ հարցերի պատասխանը տալիս է Աստղածնունդը։ Արդեն 5 տարի է, որ նախագիծը եթերում է եւ երկար ճանապարհ անցնելով հասցրել է ձեռք բերել հեռուստադիտողների մեծ բանակ։ Շնորհավորում եմ Աստղածնունդին նոր եթերաշրջանի կապակցությամբ, կարծում եմ սա այն ծրագրերից մեկն է, որը ունի իր ունկնդիրը եւ շատ սպասված է։ Եվ ցանկանում եմ, որպեսզի նոր եթերաշրջանում լինեն շատ հետաքրքիր հաղորդումներ եւ շատ սպասված ծնունդներ նշվեն, ամենակարևորը։ Ինչ եմ ցանկանում եմ, որպեսզի մեր աստղերը այնքան հարուստ լինեն, որպեսզի շատ ճոխ-ճոխ նշեն իրենց ծնունդները, որպեսզի շատ ավելի հետաքրքիր լինի բոլորի համար։ Առաջիկայում միգուցե եւ Աստղածնունդը հանկարծակի բերի նաեւ քեզ, Օլգա, քո ծննդյան տոնի կապակցությամբ դու պատրաստ ես ընդունել մեր ստեղծագործական խմբին։ Ես միշտ եմ պատրաստ ընդունել բոլորին, քանի որ եթե ես նույնիսկ նշեմ կամ չնշեմ իմ ծնունդը, ես միշտ ունենում եմ հյուրեր։ Այնպես որ ես չեմ խուսափում երբեք իմ դռները բացեն միշտ բոլորի առջև։ Աստղածնունդն իր եթերային արշավը սկսեց Երևան հեռուստաընկերությունից եւ այսօր այն կրկին նույն հեռուստա ալիքում է։ Նախագծի հեղինակ Արթուր Թամազյանի եւ հեռուստահաղորդավար Արայիկ Համբարձումյանի համատեղ աշխատանքն այսօր արդեն տվել է իր դրական արդյունքը։ Դա են վկայում հեռուստադիտողների զանգերն ու կարծիքները եւ հոբելյարների դրական մոտեցումը նախագծին։ Միանգամից բարձանք ինչպես է մեր հոբելյարի տրամադրությունը։ Շատ լավ, իսկապես անակնկալ էր Արայիկ ջան, որովհետև ես չգիտեի, որ այդտեղ նկարանում նաև պետք է լինի։ Սիրելի հեռուստադիտող, ահա այս պահին մենք շտապում ենք նաև թակել մեր հավատարիմ հեռուստադիտողներից մեկի տան դուռը եւ տեսնենք արդյոք նա սպասում է մեր նոր եթերաշրջանին, արդյոք նա հասել է կարոտել Աստղածնունդին կամ ի վերջո արդյոք նա տանն է թե ոչ։ Չէ, ոնց որ տանը չի։ Ինձ թվում է հենց հիմա վերելակով նա է բարձրանում, որտեղ ես հենց հիմա լսում եմ վերելակի ձայնը, Երանին ա լինի։ Չէ, տանը չի հաստատ, ահա եւ մեր հավատարիմ հեռուստադիտողը։ Բարև ձեզ։ Համեցեք։ Մենք պատահաբար այդպես որոշեցինք գալ նաև ձեզ այցելության, քանի որ դուք մեր հավատարիմ հեռուստադիտողն եք եւ եթե կարելի է գանք ձեզ հյուր։ Շնորհակալ եմ, ինչ հաճելի անակնկալ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Հիմա նշեմ առիթը, մենք Աստղածնունդի նոր եթերաշրջանն է արդեն իսկ եթերում եւ այդ կապակցությամբ մենք որոշեցինք նաեւ զրուցել մեր հավատարիմ հեռուստադիտողների հետ, տեսնենք նրանք սպասում են նոր եթերաշրջանին, արդյոք կարոտել են նախագծին, թե միևնույն է նրանց համար, միևնույն է եթերում է, թե եթերում չէ Աստղածնունդը։ Ձեզ հաղորդաշարում չտեսնել դա հանցագործություն է։ Մենք ձեր հաղորդաշարը շատ սիրում ենք, ընդունում ենք։ Կարելի է ասել անգամ դա շատ կիրթ հաղորդաշար է, որտեղ դու այնքան գեղեցիկ ես խոսում, այնքան գեղեցիկ ես ներկայացնում բոլորին։
մեզ համար շատ հաճելի է դիտելը եւ դրա համար ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը, շատ սիրում եմ։ Ինչ ասեմ, ձեր անձնակազմին մաղթում եմ նորանոր հաջողություններ, բազում եթերներ։ Շատ ուրախ եմ, որ եկաք եւ ես կարողացա ձեզ գոնե մի երկու բառով իմ ցանկությունները ես կարողանայի արտահայտել ձեզ ասել։ Շնորհակալություն։ Հաղորդաշարը եւ ինձ թվում է ես մենակ չեմ այս հաղորդաշարը սիրում շատ մտերիմներ ունեմ, որոնք շատ սպասում են եւ անընդհատ հարցնում են ուրա ինչ եղավ եւ ես շատ ուրախ եմ, որ դուք նորից սկսում եք ձեզ հաջողություն ամեն դեպքում շատ հաճելի է։ Նշեմ սիրելի հեռուստադիտող, որ այս պահին մենք գտնվում ենք Աստղածնունդի հավատարիմ հեռուստադիտողներից Տիկին Կարայի բնակարանում։ Իդեպ նշեմ, որ Տիկին Կարան արդեն հասցել է նույնիսկ մասնակցել Աստղածնունդի տոնական նկարահանումներին, այս պատճառով մենք որոշեցինք այսպես անակնկալի բերելով նրան այցելել նրա բնակարան եւ տեղեկացնել, որ Աստղածնունդը իր նոր եթերաշրջանի մեկնարկն արդեն տվել է եւ մենք եթերում ենք։ Աստղածնունդն իր առաջին նկարահանումն իրականացրել է սիրված պարուհի Սոֆի Դևոյանի ծննդյան տոնի ժամանակ եւ հենց այդ ծնունդն էլ առաջինն է հեռարձակվել եթեր։ Այնուհետ ծնունդները հաջորդեցին մեկը մյուսին եւ այսօր արդեն 5 տարի Աստղածնունդը եթերում է։ Նախագծի խմբագրությունը ստանալով նամակ զինծառայողներից մեծ սիրով համաձայնեց անդրադառնալ նաեւ միանգամից 3 զինծառայողների ծննդյան տոնին։ Եվ եթեր հեռարձակելուց հետո մենք ստացանք շնորհակալագիր Տիկին Մարգարիտա Խաչատրյանի կողմից։ Սիրելի հեռուստադիտող, ահա հենց այս բնակարանում է բնակվում սիրված դերասանուհի Ջուլիետա Բաբայանը։ Կարծում եմ Տիկին Ջուլիան էլ շատ կողոքեվորվի, եթե նա տեղեկանա, որ Աստղածնունդը արդեն եթերում է։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ, նա այս պահին տանն է թե ոչ, բայց ամեն դեպքում սեղմենք զանգի կոճակը եւ տեսնենք այս կդիմավորը, ահա ոնց որ թե տանը մարդ կա։ Բարը Տիկին Ջուլիա, կարելի է։ Բայց այսօր իմ ծննդյան օրը չի, Արայք ջան։ Այդպես էլ ենթադրում եմ, որ պետք է ասեք ծննդյան օրը չի, բայց Տիկին Ջուլիա։ Միշտ սպասելի հյուր եք, կապ չունի։ Իմ ծննդյան օրն է թե չէ, շատ ուրախ եմ, որ եկել եք, բայց կանկեղծանամ ձեզ հետ, ուրեմն Աստղածնունդը արդեն իսկ մեկնարկեց իր նոր եթերաշրջանը։ Եվ մենք բարբերաբար այսպես այս առաջի եթերաշրջանի առաջին հենց եթերի ընթացքում մենք զրուցում ենք մեր հավատարիմ հոբելյարների եւ հեռուստադիտողների հետ եւ փորձում ենք հասկանալ արդյոք նրանք ուրախ են, որ կրկին Աստղածնունդը եթերում է, արդյոք նրանք հասցել են կարոտել այդ նախագծին եւ առհասարակ կարծիքը Աստղածնունդի վերաբերյալ։ իհարկե շատ հաճելի է, որ նոր եթերաշրջան է սկսվում, որովհետև իմիջիալուց ասեմ ձեզ, որ ժողովուրդը շատ սիրում է այդ հաղորդումը եւ սպասում են, միշտ հարցնում են, երբ է նոր եթերաշրջանը սկսվում, այնպես որ Արայք ջան, շատ ուրախ եմ։ Նախ ձեր գալու կապակցությամբ շատ հաճելի է, դու միշտ ինձ համար սպասվելի հյուր ես, կապ չունի ծննդյան օրը թե ոչ, այնպես որ շատ հաճելի է։ Մաղթում եմ կանաչ ճանապարհ, որ միշտ մեր աստղերին եւ մեր հաճելի մարդկանց ծննդյան օրը դու միշտ նկարահանես, ժողովուրդը սիրում է այդպիսի հաղորդումներ, գիտես Արայք ջան, այնպես որ շատ հաճելի ու լավ հաղորդում է, ես շատ ուրախ եմ, որ նոր սկսում է եթերաշրջանը եւ կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կդարձնես։ Ես սիրելի հեռուստադիտող ձեզ տեղեկացնեմ, որ առաջիկայում նաեւ սիրված դերասանուհու ծննդյան օրն է եւ ես այս բանին չեմ խոստանա, մենք այցելենք թե ոչ, որովհետեւ մեր այցը միշտ էլ անակնկալ է լինում եւ մենք միշտ հոբելյարին անակնկալի բերելով ենք հայտնվում նրա այն միջավայրում, որտեղ որ նա տոնում էր ծննդյան տարեդարձը, բայց սա այսպես որպես հակիրճ անոնց միգուցե եւ առաջիկայում տեսնենք նաեւ Տիկին Ջուլիետա Բաբայանի ծննդյան տարեդարձը։ Տիկին Ջուլիա, ձեզ կարող է անհանգստացնում են կամ Եթե Արայք ջան, ճիշտն ասած, ես դուրս եի ուզում գալ, հրավիրված եմ հյուր Բակիրան հրավիրել է իր մոտ, այնպես որ գնալու եմ։ Եթե կուզեք, խնդրեմ, դուք էլ միասին գնանք, ինձ թվում է նա շատ
ուրախ կլինի։ Անկեղծ կարծում եմ Սելի հերոսատող շատ լավ միտք է։ Ես չէի մտածել անկեղծ որ կարելի է նաև Բագիրային այցելել, որովհետև ինչու՞ չէ, Բագիրան էլ եղել է մեր հավատարիմ հոբելյարներից մեկը եւ նրա ծննդյան տարեդարձն էլ մենք նկարանելուց եւ եթերի առցակելուց հետո ասեմ, որ բազմահազարանոց հերոստադիտողների լայն արձագանքի արժանացավ հենց այդ եթերը նույնպես եւ ինչու՞ չէ, կարելի է նաև մենք ձեզ հետ գանք եւ այնտեղ անակնկալվենք նաև Բագիրային։ Աստղածնունդն իր առջև նպատակ ունի յուրաքանչյուր եթերի շնորհիվ տոն պարգևել նաև հեռուստադիտողին։ Այժմ հակիրճ կանրադառնանք մի քանի տարեդարձերի, որոնք արդեն եղել են մեր եթերում։ Զանգ չունի Արայիկ ջան, դիթակեմ, այո։ Երևի տանը չէ։ Բայց ես մենակ չեմ։ Հյուրեր ունենք։ Բարև ձեզ։ Անցեք։ Ողջույն։ Ինչ ես կարծում, ինչի համար ենք հիմա Որ եկել եք, լավ եք արել, համեցեք, հետո կիմանանք ընթացքում։ Այ այսպիսին են մեր մտերիմները, մեզ շրջապատող հայտնի մարդիկ, տեսնում եք որքան ջերմ եւ բաց, այսպես գրկով, բաց սրտով, նրանք մեծ սիրով ընդունում են մեզ իրենց տան ընդհանուր հարկի տակ եւ մենք կփորձենք զրուցել եւ տեղեկացնել Բագիրային մեր այցի մասին։ Գնանք, էլի հյուրեր ունեք։ Ես մենակ չեմ անկեղծ ասած, իմ գործընկերուհու հետ եւ այի հետ եմ։ Երկչուհի Եվան։ Երկչուհի մի քանի հարցեր ունենք քննարկելու։ Երկչուհի Եվան է, էլի հեռուստադիտող այստեղ այսօր Բագիրայի տանը, ողջույն Եվա։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչ ես անում այստեղ։ Հյուր եմ եկել, չի կարելի։ Բա դուք ինչ եք անում այստեղ։ Հյուր եմ եկել, չի կարելի։ Դե նույն պատասխաններ երկուսից մոտ։ Աստղածնունդը սկսում է իր նոր եթերաշրջանը եւ սա մեր նոր եթերաշրջանի առաջին եթերն է։ Հիմա մենք երկչուհի Էլանային էլ դիմավոր ենք, աղջիկը մեղքա ներքևում սպասում է։ Հետո նոր կշարունակենք զրույցը ու կտեսենք յուրաքանչյուրին առանձին մնացեք մեզ հետ։ Բագիրայի ծնունդը չի, հանկարծ չզարմանաս։
Ուղղակի ես գիտեի, որ Բագիրան այսօր իր նոր բնակարանում իր մտերիմներին է հրավիրել, որպեսզի հետաքրքիր երեկո անցկացնեն միասին թեկուզ մեկ գավաթ սուրճի շուրջ, եւ ես որոշեցի, քանի որ այսօր Աստվածունունդի նոր եթերաշրջանի առաջին եթերն է, բարբերաբար այցելել եւ զրուցել մեր հավատարիմ հոբելյարների հետ։ Շատ լավ է, որ դու նախ եկել ես մեր տուն, սա չսպասված իրավիճակ էր, դուք զգացիք, թե ինչպես անակնկալի եկա, երբեմն հարկավոր է այսպես հետաքրքիր բաներ անել ու շատ լավ է, որ դուք եկել եք իմ նոր բնակարանը, երևի դա զուգադիպեց այդ ամեն ինչի հետ մեկտեղ, չնայած ես քեզ դա չէի ասել, դե մի քիչ համեստություն անում եմ, բացի դա լավ է ինչ առումով, որ ամեն ինչը յուրովի, նորովի ենք սկսում, թեկուզ քո եթերաշրջանը, որովհետև իրոք ինքը շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր, ինքը հնացող հաղորդում չի, ամենակարևորը, որովհետև ամեն ոք իր ծնունդը նշում է ամեն տարի յուրովի, սա եւս մեկ առիթ է, որ այս տարի նշելուց հետո դու քո մոտ մտահղացումներն առաջանում են եւ դու մյուս տարի փորձում ես ավելի հետաքրքիր, մեկը մեկին նպաստում է լավը լինելու համար, այդ իսկ պատճառով շատ շնորհակալություն, որ եկել եք մեր տուն։ Լավ, Բագիրան գրում է սուրճ պատրաստելու, ես եւ Էլանան հիմա կզրուցենք։ Էլանա, ինչպես ես։ Շատ լավ, ես շատ ուրախ եմ քեզ տեսնել Արայիկ ջան, շատ ուրախ եմ։ Նշեմ, որ մենք նույնպես ներկայացրել ենք Էլանայի ծննդյան տարեդարձը եւ այդ ծննդյան եթերն էլ բավականին օրիգինալ էր, որովհետեւ թերևս միակ բացառիկ ծննդյան տարեդարձն էր, որտեղ մեր հոբելյարի բոլոր հյուրերը ներկայացան դիմակներով եւ նրանք ի սկզբանե մինչ արդեն կզբաղեցնեն իրենց տեղը ծննդյան սեղանների շուրջ փորձում են խաղալ հայտնի մաֆիա խաղը եւ այդ խաղի ընթացքում պետք է բացահայտեն, թե որ դիմակի ներքո է թաքնված մեր հոբելյարի գեղեցիկ այս հայացքը։ Դու արդյոք ուրախ ես, որ Աստվածունունդը կրկին վերադառնում է հեռուստա եթեր, ուրախ ես թե ոչ։ Ես կարծում եմ իմացել նրան իմաստը, քանի որ դու շատ լավ գիտես, շատ շնորհավորում եմ ձեզ սրտանց, նույն Բագիրային եմ շատ շնորհավորում, ես շատ ուրախ եմ, որ նորից վերջապես այս հաղորդաշարը կտեսնենք, որովհետև իրոք շատ մեծ բան եք դուք արել այդ հաղորդումը բացելու համար։ Ես ուրախ եմ։ Էլանա, դու շփվի հյուրերի հետ, ես շփվեմ իմ օպերատորի եւ հեռուստադիտողի հետ։ Սելի հեռուստադիտող այսօր բացառիկ եթեր է, Աստվածունունդ նախագծի բացառիկ եթերն է, որովհետեւ մեր նոր եթերաշրջանի թերևս առաջին եթերն է։ Այսօր մենք ոչ ոքի ծննդյանը չենք անդրադառնալու առանձնահատուկ կերպով, այլ ընդհակառակը պետք է ներկայացնենք ընդհանուր ամփոփում այն բոլոր հոբելյարների ծննդյան տարեդարձերից, որոնք որ մենք արդեն հասել ենք ներկայացնել ձեր ուշադրությանը մեր եթերից։ Մնացեք մեզ հետ եւ կտեսնեք նոր բացահայտումներ եւ առավել մանրամասն ու հետաքրքիր ինֆորմացիա կստանաք հենց այս եթերի միջոցով։ Մնացեք մեզ հետ, ես էլ գնամ սուրճս վայելեմ։ Երբ մայրաքաղաք Երևանը նշում էր ծննդյան հերթական տոնը, Աստվածունունդը սիրով անդրադարձավ նաև մայրաքաղաքի ծնունդին եւ արդյունքում ստացվեց գեղեցիկ եւ հագեցած եթեր։ Շնորհակալ ենք մեր հավատարիմ հեռուստադիտողներին իրենց ջերմության համար եւ խոստանում ենք, որ կարդարացնենք բոլորի սպասելիքները եւ Աստվածունունդը կներկայանա նոր ասելիքով։ Աստվածունունդի եւ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի համագործակցության շնորհիվ նոր եթերաշրջանում նախագիծը կներկայանա յուրովի եւ առաջիկայում Աստվածունունդը պատրաստվում է իր նկարահանումներն իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս։ Ես բազմից եմ ասել, որ կեցես դու, որ այսպիսի լավ նախագիծ ես մտածել եւ կեցեն, այո, բոլոր նախագծի հեղինակները եւ ինչպես դու Արայիկ ջան, դա արդեն իրականացնում ես ի շնորհիվ հայտնի մարդկանց, ես շնորհավորում եմ Աստվածունունդի վերադարձը հեռուստաեթեր, շատ լավ միտք է, ես կարծում եմ, որ ինքը շատ հաջողված ծրագիր է, որովհետեւ միշտ հանրության հետաքրքիր է, թե ինչպիսի քիչ թե շատ հայտնի եւ արդեն աստղային մարդիկ ինչպես են իրենց տարեդարձը նշում։ Ցավոք կարող եմ ասել իմ անցած տարի իմ տարեդարձը այդպես էլ չկայացավ, ինչ պատճառներով, որ այժմ չեմ նշի։ Հուսով եմ, որ արդեն մոտ է իմ տարեդարձը, գլորվեց եւս մեկ տարի, այս տարի հուսով եմ, որ անպայման ոչ մի խոչընդոտ չի լինի եւ մենք անպայման միասին կնշենք ոչ թե Աստվածունունդը, այլ ուղղակի Եվայի ծնունդը։ Այնպես որ միայն ուրախ եմ եւ
Գալդ բարի Աստվածնունդ նորից հերոստայեթերն է։ Շատ ուրախ եմ, որ դու արդեն կաս մեր եթերներում կլինես։ Սելի հերոստատիտող այսօր այսքանով ավարտում ենք Աստվածնունդի նոր եթերաշրջանի թերևս առաջին հաղորդումը։ Ժպտացեք, հանձի կյանքը հիասքանչ է։ Այսքանով ավարտելով մեր այսօրվա եթերը, խոստանում ենք, որ կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ կասենք եթերում Աստվածնունդը եւ ձեզ կներկայացնենք մեր օրվա հոբելյարի ծննդյան տարեդարձի բոլոր մանրամասները։ Տարվա խորհրդանիշը երաշխավորում է, որ ամեն ինչ իր բնականon ընթացքով է գնալու առաջ, իսկ մենք էլ ձեզ խոստանում ենք, որ բազմիցս ձեզ կներկայացնենք հետաքրքիր եւ հագեցած ծննդյան տարեդարձեր։ Իսկ վերջում հիշեցում, իրական աստղերը բնակվում են երկնքում։ Առայժմ Yeah.